բանդության հետ կապված հարցերը իսկապես չէ ուզում ընդհանրապես ներկայացնել, որպեսզի չթվա, որ ես փորձում եմ բանդության պատճառով խուսափել ինչ-որ բան։ Բայց ներկայացրեց, որովհետև իսկապես անհրաժեշտություն կա հետազոտման եւ այդ հետազոտման արդյունքները ասեցին այն մասին, որ վերջապես կարող ստանալ խնդիրներ։ Բայց ինչևէ, հավիցի ես կարծում եմ այդպես ենք։ Այս քրեական գործի մեջ արդեն 11 ամիս մենք որոշակի բաներ ենք քննարկում, որոշակի բաներ ենք վերհանում, եւ այսպես է ես ամբողջ այդ 34 հատորը կարդալուց սա որ ոչ մի բան չկա, ընդհանրապես բան չկա։ Հիմա ապացուցման փուլ կմտնենք, եթե չգիտեն այն ինչ փուլեր կմտնենք, խնդիրը մեզ մեկուսացնելն է որոշակի քաղաքական պրոցեսներից հեռու պահելու համար։ Դա ակնհայտ է։ Չկան վկաներ, որոնց վրա կարող են ազդեցություններ, են վկաները, մեղադրյալները, եթե մեզ բոլորիս շփում չի թույլատրվում, իրար մի բան խոսելու, պայմանավորվելու, չգիտեմ, ճնշելու միմյանց վրա եւ այլն։ Այստեղ բոլորս իրար խոսում ենք։ Բոլորի առաջ, այսպես ասեմ, կամերաների առաջ, դատախազների առաջ, դատարանի առաջ, այս բոլոր դրսերում պտտողներ, ներսում, այսպես ասած, գործողություն կատարող տղերքի առաջ եւ այլն։ Ինքն շատեր ասենք, երեք ձայնագրում են, լսում են այդ խոսքերը, ինչ են խոսում, ինչ են կանում եւ ոչինչ չկա։ Բայց կա մի բան հստակ, որ չի թույլատրվելու քաղաքական մեր ընտրական գործընթացը իրականացնել։ Մեր այդ ամբողջ գործի մեջ չկա գոնե մի բան, որ մեր հասարակությանը, մեր ժողովրդին մտվի ինչ-որ մի հակասահմանադրական, հակաօրինական, չգիտեմ, մարդկանց սպանելու եւ այլն, սի բաներ չկան։ Բայց փոխարենը դրսում այսօր քարոզչություն ա գնում եւ քարոզչության մեջ սպառնալիքներ։ Երկրի առաջի դեմքից վարչապետի բերանից ասում 150,000 ինչի չմեռակ։ Հələ միլիոնը ինչի չմեռակ։ Մեռնի, որ ինչ կամից ունենայի։ Ընտրվելու նորից։ Քիչ եք մեռել։ Դուք հասկանում եք, ազի կյանքը թրկած մարդկանց ասում դուք խի փախակ եկաք, ստեղ չմեռակ։ Դուք խի չմեռած սատկեի, ոչ մեկը այս վիճակների մեջ չընկներ։ Ինչի չմեռած դուք, սատկեի դուք։ Երկրի համար պայքարել են, պատրաստ են, նստելով էլ կնստեք, խնդիր չկա, կպայքարենք, մեր սերունդները պիտի ապրեն, բայց դու այսօր այդ ամբողջ սերունդներին ուզում ես սպանված, մեռած տեսնես, բացի քո ակորիթու փառասիրությունից, կամ դավաճանությունից, Ալիևին կապտալ, խոնարհվելուց։ Հարակաշարյանները սրանք են, եւ եթե դատարանը անկախ է, եւ մեղադրողները ասնիվ են, ասնիվ թող նայեն կյանքի։ Եվ չեմ խնդրում, որ խափանամիջոց փոխեք, չեմ ուզում եք, խափանամիջոցը փոխեք, նստացրեք տանանք։ Ակլետ չէ, բայց գոյություն ունի ճշմարտություն, պարզ, հոգևոր ճշմարտություն, մարդկային ճշմարտություն, որ այդ ամենին պատասխան։ Իմ առաջ է, ազգի առաջ է, բայց առաջին հերթին Աստծո առաջ։
պատասխան ակրվելու, բոլորն են պատասխան տալու։ Ես էլ եմ պատասխան տալու իմ արածների կամ չարածների, դուք եք ձեր առաջ չարածների համար։ Բայց իմ ժողովրդին մի բան կա։ Ժողովուրդ ջան, ընտրեք այնպիսի ղեկավար, այնպիսի առաջնորդ, ով ձեր պատիվը կկահի։ Ով ազնիվ մաքուր ընտանիք ունի և ընտանեկան արժեքներն են գերակա, ոչ թե ժողովրդային ընտրեք 17-ին, ամսի 7-ին, ընտրեք 17-ին։ Դերսերում, արտասահմաններում մեր հայրենակիցները գլուխները կախած են մանգանից։ Ման այն գալիս թուրքը արդեն գլուխը բարձրացրած, ներոն կռացրած։ Ես ընդհատում էստեղ խանձարշավ չես Խափանման միջոցը, խափանման միջոցի փոփոխությունը կախված է հենց իր գործունեությունից, որ պետք է ծավալել։ Ես տեսնում եմ արդեն փակեցին դեմը։ Փակեցին, ասում են, չէ, դու գործ ունես, մարդկանց հետ բան չխոսես։ Մարդկանց ոչինչ չասես, ճշմարտություն անգամ չասես։ Ես այդ իշխանության մեջ գտնվող մարդկանց, որ 90-ականներից այս կողմ են ծնվել։ Դրանք որ կոշիկեք չէին, ստանդալ հագնողները, պլեջիկով շարվար հագնողները, որ եկել են դարել են ղեկավար, ու ժողովրդի ազգի անունից են խոսում, որ խաղաղություն ենք բերել։ Ինչ խաղաղություն, դու ինչ գիտես պատերազմը ինչ է։ Դու պատերազմ տեսել ես, որ իմանաս խաղաղություն ինչ է։ Դու այնտեղ խաղաղություն ինչ է։ Քո ձեռքերի մեջ ընկել զոհվելա, որ դու ասես խաղաղություն ինչ է, որ դու արտոսած ես կյանքով։ Ինչ կյանք, ասում է, գնացեք մեռեք, երնել անիծած խիչ եք մեռեք։ Սա է իրանց ասածը։ Հիմա ինչ, մեզ բոլորիս այստեղ և ստեղից դուրս միլիոնավորներին որոշում են մատաղանել, խաղաղության անվարտակ, այդ ստիկակ գենոցիդներ գիտեն, այդ տեզորներն են լավ գիտեն։ Ես առայում տեսքան եմ ասում, դու գիտեք, հարգական վիճակի վերաբերյալ տեղեկակ է ներկայացնում, որ նշվել է, որ սխեմային համապատասխան ուշման կարիք ունի 10 օրյա ժամկետում ներարկելու հետ կապված որտեղ է ասել այս ներարկումները, ներարկման մասին է։ Պատվարժան դատարան այդ ներարկումները պետք է անցնի Աղոնյա բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում, այդտեղում նաև ֆիզիոթերապիայի հետ կապված է նշում կատարվելու թե քաղաքացու թե տեղեկանքում, որ նախորդին ներկայացվել էին, ու երկու փաստաթղթերում էլ գրված է, որ պետք է վազք, քայք եւ այլն կանոնության համատեղելի է դրանք պայմանները։ Ուղղակի մասնակիցներ խնդրեմ։ Արգամժան դատարան, այնպես ստացվեց, որ Լիկրը Սարգսյան, որ խոսեց պատերազմից և նաև խաղաղությունից, ուղղակի երկու բառից ներկայացնեմ, որից հետո ասում։ Ուրեմն այնպես ստացվում, որ 18 թվականից հետո այս սալքը բաժանվել է մի քանի մասի, վեբեր, սպիտակներ, էլիտա, մյուս։ 20 թվականից հետո իմ համար էլ բաժանվել մի քանի մասի, այսինքն մարդիկ, ովքեր որ պատրաստ են հայրենիքի համար նահատակվելու, և մարդիկ, ովքեր որ իմիջիայլոց են նայում հայրենիքի և հայրենիքի պաշտպանությանը։
Վիկտոր Սարգսյանը այն մարդկանցից է, ովքեր իմ համար հայրենիքին պատրաստ ենք նահատակվելու։ Այնպես չի, որ գործի շրջանակներում եմ բանասացի ասում, 30 տարի ես ճանաչում եմ Վիկտոր Սարգսյանին և ինքը ոչ թե ոտքով, այլ տեսել եմ ուղղակի պատերազմի դաշտում, որ ինքը պատրաստ է նահատակվելու։ Այնպես, ինչպես նաև այդ 18 մնացած արդարները Բագրատ Սրբազանից սկսած, վերջացրած ինչ-որտեղ նաև ինձնով։ Եվ եթե հարցադրվում Իգրի առողջության հետ կապված, ինքը պատրաստ լինելով նահատակվելու կյանքում հարց չէր բարձրացնում, եթե հիվանդության ստացում չլիներ։ Եթե բարձրացվել է, ուրեմն մի բան կա։ Ես ցանկանում եմ առողջություն Վիկտոր Սարգսյանին, ողջություն, մեկը քանի ժամանակ անցնի արտարությունը հաղթահարելու է, Վիկտորը իր նպատակներին հասնելու է, համատեղ ասում ենք այս ամեն ինչին, բայց ես ասում եմ, որ Վիկտոր Սարգսյանը եթե արտաբարձացվի առողջության, ուրեմն մի բան կա։ Շնորհակալություն։ Դատանը արձանագրում է կրկին, որ վարդի հիմնական դատալսումները փուլում է դեպքում։ Նախորդի դատանի կողմից արձանագրված խափան միջոցի ինքերն չեն նվազել, չեն փոփոխվել, դրանց խափան միջոցի պայմաններում նոր եղել ապօրինի մեղադրյալի պատշաճ օրինական վարդայից է, հետևաբար դատանը գտնում է, որ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը պետք է մերժում է, իսկ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափան միջոց տնային քաղաքի ժամկետը կերկրացվի ևս 2 ամիս ժամկետով, ոչ թե ևս 2 ամիս ժամկետով, ինչը հուլիսի 25-ը ամրացված կիրառված գրավը 2 միլիոն դրամի չափով բացակայել գրավամփոփով, բնականաբար տնային կալանքի ընթացքում էլեկտրոնային միջոցներով հսկողությունը իրականացնելու պրոբացիայի ծառայության կողմից և բնակության հասցեն Վաշինջարան առաջին ներկված 16 չեն բնական 2 հասցեմ է մեղադրյալը կրել տնային կալանքը, սակայն խորհրդեմ կրկնում ընտրական օրենսգրքի 19-97 մասի անունների հետ կապված դատումը նաև այստեղ տնային կալանքի սահմանափակումների ներմացում է կատարվելու, հաշվառնելով, որ դուք պատգամավորության տեխնիկություն եք գնացվել, տնային կալանքի ընթացքում թույլատրվի համակցության հաղորդակցություններից օգտվել և հյուրընկալել բնականաբար անձանց բացառությամբ շփումներ պետք է չունենացվի որոշում մասնակիցների վկաների հետ։ Սա բացառությունն է լինելու, իսկ պաշտպանի միջնորդությունը այլընտրանքային խափան միջոցները անազատության հետ չկապված կիրառելու դատանը որոշում մերժել։ Ավելին դատանը ևս մեկ անգամ և մեղադրյալի և պաշտպանական կողմի մտահոգությունները որպեսզի չեզոքացվեն հետևյալ կերպ, եթե առողջական խնդիրների հետ կապված հայրատապետազոտության կարիք կլինի, ինչպես որ նախորդին դատանը կթույլատրի ձեզ ցանկացած ձեր նշած օրի պրոբացիայի ծառայության հետ համատարած օրերի ժամերին ացել ոչ հաստատություն, հետազոտությունների հետ կապված, ինչպես նաև ներարկման հետ կապված, որը որ նշված է տեղեկանքի մեջ, ֆիզիոթերապևտի և սխեմային համապատասխան այդ հետազոտությունները և բուժումը կատարելու։ Որոշումը ստանալուն պես կարող է բազմերի ժամկետում բողոքարկել վերակնիշ քրեակատարել։ Վազելը քայլելը նաև տան պայմաններով հնարավորանում։ Շատ հարգիս։ Ամեն դար չեք զրում։ Ինչ է, շոքա ես ասեմ, որպեսի վարդի մասնակիցների համար խնդիր չառաջանա, առողջական։